Արցախը ինքնորոշման իրավունք ունի, ոչ նախապայմաններուն, ոչ մեկ զիջում թուրքերուն, համաձայն չենք պատմապաններու հանձնաժողովին եւ նույնանման թեմաներով վաստարներ բարձրացուցած հազարավոր հայորդիներ երեք մասնակցեցան Հոյիտա Կերակույն Մարմինին գազմագերբած փողոքի հավաքին, հագարակ Երևանի քաղաքապետության հաստատած արգելքին, թե կարելի չէ նման հավաք կայացնել։ Իր բացման խոսքի մեջ Քեղամ Մանուկյան անդրադարձավ փաստաթուղթերու ստորագրության, ինչպես նաև ֆուտբոլի խաղին, հայտարարելով, որ հայ լրագրողներուն ցուցաբերված ընդունելությունը կհաստատե, որ հայության անդեպ թուրքերը չեն գնար հանդուրժողություն ցուցաբերել։ Հավաքին մասնակիցներուն իրենց խոսքերը ուղեցին Հոյիտա բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյան, Հոյիտա Հայաստանի Կերակույն Մարմինի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան, Հայաստանի Ռամգավար Ազատական կուսակցության ղեկավար Հարություն Արաքելյան եւ այլ կուսակցություններու, ինչպես նաեւ ազգային ժողովի խմբակցություններու ղեկավարներ։ Վահան Հովհաննիսյան հայտարարեց, որ պրոտոկոլներուն հանդեպ հայ ժողովրդին ոճը սկսած է մտահոգել Երևանի իշխանությունները եւ գենսական համարեց, որ անիկա ավելի ուժեղ եւ բարձրացային հայտարարվի, որբեսի ազգային ժողովի մեջ սխալներ չբադահին պրոտոկոլները վավերացնելով։ Վահան Հովհաննիսյան հաստատեց, որ այն իշխանությունը, որի ժողովրդին խոսքին չանսար, երկար կյանք չունենար։ Իր գարկին Արմեն Ռուստամյան շեշտեց, որ պրոտոկոլներուն դեմ համահայկական պայքար շղթայազերծված է իշխանավորներուն վարած քաղաքականության պատճառով։ Ռուստամյան նկատել տվավ, որ եթե իշխանությունները ստապին, ամբողջ հայությունը պիտի կանգնի անոնց կողքին, իսկ եթե անոնք շարունակեն իրենց նույն ընթացքը, ապա ժողովուրդը չի կրնար նման իշխանություններ հանդուրժել։ Ռուստամյան բացահայտեց, որ պրոտոկոլներուն վավերացումը կասեցնելու փորձով պիտի դիմվի սահմանադրական դատարան, իսկ եթե այդ քայլը արդյունք չտա, պիտի դիմվի յուրաքանչյուր պատգամավորի, որբեսի սխալ որոշումներ չկայացվին։ Փողոքի հավաքին մյուս խոսք առնողներն ալ ընդգծեցին Հայաստան-Թուրքիա պրոտոկոլներուն ներկա ձևակերպումները մերժելու անհրաժեշտությունը եւ իշխանություններուն գոչ ուղեցին անսալու ժողովրդին կամքին։